Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ շատերի մոտ նյարդերը տեղի են տալի, քանի որ բոլորս ամեն ինչ ներդրել ենք պայքարի համար, կուզեի մի քանի բան ասել, որի վրա հիմա աշխատում ենք։ Գնում է ձայների վերահաշվարկ։ Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է թե չէ։ Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք արդեն ազգային ժողովը արդեն հնարավորություն կունենա գլխավոր դատախազ եւ այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ ընդդիմությունը իր խոսքը ասի, որից հետո պարզ կլինի ազգային ժողովը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել դեմ կանգնելու ապօրինություններին, հիմնականում դատախազության հետ կապված եւ այլ մարմինների նշանակումներ պետք է արդեն հաստատեն, դատարաններ, պետք է հաստատեն ազգային ժողովի հետ։ Սա ենք հիմա մենք սպասում, ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է։ Մեր ընդհանուր հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ առաջնային է։ Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է եւ քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ։ Նաեւ մի բան ասեմ։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա։ Մեկը ընտրությունն է, մեկը փողոցային պայքարը։ Փողոցային համանդրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այդտեղ մի հարց է։ Այսօր պատմականորեն ընդամենը 8 падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ։